Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, նախորդ հաղորդման ժամանակ ես արդեն քանի գնոց զայրանում էի, որովհետև երբ որ հրատարակվեց այդ պատմության ձեռնարկը բարձրագույն ուսումնական հաստատությունների հայ ժողովրդի պատմության, ամբիոնի, համասանի եւ այլն նայեցիք արդեն երևի առաջի հաղորդումը եւ լույս աշխարհի մեջ էլ տեսակ թե դա ինչից է գալիս մարտի մեկյան դեպքերի առնչությունները մցրած է պատմության մեջ այսինքն մի հատ գործ որը պատմական կնիք ունի ինչ որ մեկին ուզում են այդ գործով կաշկանդեն որը հանկարծ գկա նախագահական ընտրություններին մասնակցելու կասեն հեյ պատմության գրքի մեջ կա սա արդեն խելոք մնա չգաս ստե պատմության գրքի մեջ արդեն թռուցիկի նման տարածել են մարտի մեկյան իրադարձությունները ես կապակցությամբ էի խոսում այսօր շարունակելու արդեն պարզ դարձավ որ խալիֆաթը իշխում է Հայաստանում խալիֆաթը գործում է գիշերները դուք իրան չեք տեսնում նա գալիս է մտնում է փինաչու տուն ասեցի ռեկտորի մոտ օգնականի մոտ իրա եւ այլն իր հարցերը լուծում է առավոտը հանրությունը իմանում է որ այս ինչ օրենքն է հելել խալիֆաթի իշխանությունը իմ կարծիքով իրավունք ունեմ ազատ եմ պետական համասարան չեմ այլ սեփական լույս աշխարհ եմ երկու ամիս է մնացել խալիֆաթի անկմանը եթե երկու ամսում ես խալիֆաթը չվերանա ես իր համասարանական խորհուրդներով է ցանցերով էսպաներով որը ես գտնում եմ շատ դժվար է լինելու ահա որ դժվար սա արաբական խալիֆաթ չի սա այն տիզ խալիֆաթն է որը գլուխը կողում է մարմնիդ մեջ երբ որ պետք է հանես մարմինը դա ցավում ու ինքդ ճճում ես կարաս հանես որ համ ճճաս համ հանես այսպես դժվար է այս ազգային ազատագրական պայքար չի որ թշնամին երևում է այնտեղ որ ուզում է քու հողատարածքը խլի էսի հետ չի էդի խաղ ու պարա ազգային ազատագրական պայքարը դա կռիվ խաղալ է սա դժվար է նայեք տեսեք մարդ եք հասկանում եք խոսքերը չէ փիղն է վտանգավոր 6 տոննա է քաշը թե թոքախտի վիրուսը որը չես տեսնում թե ժանտախտի մանրեն որը չես տեսնում որն է վտանգավոր այս հարցին պատասխանել է պետք հիմա կասեք փիղը որովհետև գկա կլղճի այդքան պետք է պատկերացնեք դե մոտներս ինչ անեք զենք չկա բայց զենք ունենաս չունենաս ժանտախտից չես կարա փախնես փոքր վիրուսա չի էլ երևում մուխդ կմարի խոլերա գցես խոլերայից չես կարա փախնես ինչ պետք է ունենաս գիտություն ուրեմն գիտություն սովորեք որ Հայաստանի այսօրվա դրությունը փիղ չի որի հետ կռվում եք դուք որի դեմ պայքարելու եք որի ընտրելու եք կաշառք եք վերցնելու ինչ եք անելու չգիտեմ ինչ որ անելու եք ոսպով լոբիով ով շատ փող կտա նրան կընտրեք այս հիմար արտահայտությամբ այդ դրանով տարված չեք հասկանում որ քայլում եք արդեն խոլերա եք մի օրից հետո գնալու եք այդ ընկալումը չկա որը ձևակերպվում է որ հանկարծ էս եղավ արտագաղթը ուժեղ թափ կստանա արտագաղթն էլ իրանց համար մի հատ բանա հովվերկական արշավանք Ռուսաստանով Եվրոպայով եւ այլն չեն հասկանում թե դա ինչ է նրանք որոնք 20-30 տարի հաստատվել են արտագաղթից հետո դրսում նրանց հետ պիտի խոսեք արտագաղթի մասին խոլերայի մասին պետք է խոսեք ոչ թե սանատորիայի բժիշկի
այլ մանրեա բանի հետ պիտի խոսեք, թե ինչ է անում։ Դրանք տարբեր բաներ են։ Դրությունը այս ձևի է։ Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունները խոլերայի, մանրեի դեմը, ժանտախտի դեմը, ստիրիլ վիճակ, մտքի, բանականության, հասկացողության, ստիրիլիզացիա։ Տեսնել կարողանալ այն օջախները, որտեղ վայրսն է նստած, որը հետագայում վրա կտա քեզ։ Ես համասարան մտա ձեզ բացատրելու, որ համասարանը, որ ձեզ թվում է, իր համար համասարան է խաղում այնտեղ, արձանները դրած է, շենքը դրա գիրք, ուսանողները դուրս են գալի, սուրճ են խմում, այս կոմեն են էթում, իրա մեջ վայրսային բան ունի, անոթ ունի, և այդ վայրսային անոթը ձեզ ցույց եմ տալիս։ Համասարանը անպաշտպան է, համասարանը այսօր ծառայում է նախագահական ընտրությունների գովազդման կամ հակառակորդներին վախեցնելու կամ այս կոմոնկոմ շարժելու այս գործին, և դրա պատճառով է հայ ժողովրդի պատմության ամբիոնները մտցրել են այդ բանը, մարտի 1-յան դեպքերը։ Կարծես թե ասում է, հանկարծ մարտի 1-յան դեպքերին չհասցնեք, մենք ձեզ էլի սխալ կհանենք, եթե ընտրությունների ժամանակ իշխանությունը վերարտադրվի ու դուք գաք մեր վրա, պատմության գիրկը կընկնեք, ինչպես մարտի 1-ի դեպքերը, որպես անօրինականություններ։ Էս ասվում երևի, էսում պայծառ միտքն է, որ գրենք վախացնենք։ Հնարավոր է արդյոք իշխանության զավթում խալիֆից, իհարկե, նրանք զգում են, որ ժողովուրդը իրանց հետ չի, օջախներ ունեն բարձրագույն ուսումնական հաստատություններ, ադմինիստրատիվ գործոն ունեն, պետական փչովի, արհեստական մեծացած զանգվածներում, ոստիկանություն, զինվորներ, գիտաօջախ, ակադեմիա, էս էլ է իրաց տրամադրության տակ, արտասահմանյան որոշ հակահայկական կենտրոններ, դրանք էլ են կաշխատեն իշխանությունը պահել։ Ուրեմն բուհական ամբողջ համակարգը, որտեղ բանից պարզվում է գիտության և կրթության նախարարը, բացի գործադիր գործ անելուց, նաև այդ գիտական բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհրդի կազմի մեջ է մտնում, իր վերևում ունենալով իրեն նախարար նշանակող գործադիրում Հայաստանի Հանրապետության նախագահին, նախագահը այնտեղ է, նախագահը այնտեղ է, ինքը այստեղ է, ինքը այնտեղ է, դրա համար ժողովրդի կամ ընդդիմադիր մամուլի, այսպես կոչված վայրահաչությունները, որ բնութագրում են այս փլատակները, ոչ մի ազդեցություն չի գործում։ Ինչ ուզում անում են, ինչ ուզում։ Եվ այս ստրուկտուրայի մեջ ես ձեզ բերեցի, կանգնեցրեցի Հայաստանի Հանրապետության գլխավոր բուհի, որը արդեն ասեցի, կասկածելի է այս, ինչ է կատարում այս բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Չես հասկանում, ով է տերը, ինչ են անում այդտեղ, մութ է, և հանկարծ բաներ են առաջանում։ Ես ձեզ ասեմ, մի հատ գաղտնիք չեմ բացելու։ Հայաստանի պետական համալսարանը սովետի ժամանակ ասեցին նախորդում, այն կրթօջախն էր, որը պետական անվտանգության ոսպնյակի տակ էր, ոսպնյակ, գիտեք ինչ է ոսպնյակ, խոշորացույց, որտեղ հատ ուսումնասիրվում էր ամեն ուսանողի տրամադրությունը, հատկապես եթե արևելագիտական ֆակուլտետը զբաղված էր միայն, մեջները կային միամիտներ մի քանիսը, որոնք ծածկում էին հիմնական այդտեղ սովորողներին շիթով իրանց, որ ես ինչի տղեն է, ես ինչի աղջիկն է,
բայց այդտեղ պատրաստվում էր սովետական միության միջին արևելքի համար լրտեսներ, ներողություն, պետական անվտանգության գործակալներ տգետ, հետախույզներ, աշխատակիցներ, որոնք իրանց վրա էին վերցնում պետության ամրապնդման խնդիրները, պետք էր չէ լեզու սովորել, պարսկերեն, արաբերեն, ասորերեն, թուրքերեն, բայց ով պետք է տիրություն անի ես Հյուսիսային Աֆրիկայից մինչև Աղվանստան այս տարածքների ժողովուրդների մեջ մտնելու ռուսը պիտի անի, ռուսը իր շեք մազերը մտնի, ասի ես արաբ եմ, հա, եղավ էդի, ուրեմն պետք է մենք դե տարածքաշրջանում նմանակները սովորենք, որ ինքը այդ լեզուները գիտի, մտավ, այդ ժողովրդի նման պետք է լուծվի գնա, դա հո գաղտնիք չի, թող ռուսը գնա սկանդինավյան երկրների ինչքան ուզում է իշպիոնություն անի, բայց մեր վրա, Հայաստանի վրա, արևելյա գիտության ֆակուլտետի վրա դրված էր այդպիսի մի փոքրիկ պարտականություն, ապահովել տարածքաշրջանի գործակալների լեզուներով իմանալ եւ այլն։ Մնացածները կարող են գիտական աստիճաններ պաշտպանել, բայց հետագայում նրանք պիտի մտնեն նրանց ընտրյալները, որոնք այդ նպատակի համար են, քաղաքականության մեջ, եւ դրանք էին, որ հայտնվեցին արդեն Երբ որ սովետը փլվեց, այդ ագենտուրան մեկը լցվեց սովետ փլողների մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարը որտեղից հայտնվեց, պատահական եկավ, հա, Մատենադարանից։ Նրան ձեռքից բռնած բերեցին, դրեցին Վազգեն Մանուկյանից տունը, ասեցին, որ ինքը ձեր հետ պիտի լինի։ Որոշված է, արևելա լեզուների մասնագետ պիտի մտնի դե։ Էս էր դրվածքը, հիմա ուզում եք կռվեք, ուզում եք գլուխները ջարդեք, այդպես էր, և այդպես էլ այս դբրոցը, էդի հո պատահական չի, համասարանը ամենա ռազմավարական նշանակություն ունեցող կրթօջախն էր Հայաստանում, են մնացած պոլիտեխնիկ, մոլիտեխնիկ, ինժիներ, ինչ-որ կա, սրանք ներսի աշխատավորներ էին, իսկ այդտեղ ուրիշ էր, այդտեղ կողքի ապրում էին հայրենասերները և հայրենադավները համասարանի մեջ։ Ամեն ֆակուլտետում մի քանի հատ KGB-ի աշխատող կար, որը հսկում էր, այստեղ են, այս մեկի հետ որ խոսած, ինչ են խոսում, երեխեք են գալիս իրարով կախնում են, Անդրանիկ Զորավարը, 15 թվի ջարդը, մեր տարածքները, Մասիս Արարատը, Հովանես Շիրազը, Պարուր Սևակը, խոսում են, այս բոլորը գրվում էտմա այս մարդու դոսիեի մեջ գրվում, այսի հակա մեր պետության թշնամի է, և սրանք կան, այս ամբողջ արխիվը վերջո պիտի անցներ, չէ մեկի ձեռը, պիտի նայեր այս բոլորը, ծանոթանար երկրում տիրող իրադրությանը, այսպես էր, ուզես թե չուզես, համասարանը ոչ մի գործի չէր խառնվում, ուրիշ հասարակական աշխատանքների, ինքը համապարփակ, ինքը իրա մեջ, KGB-ն ու հայրենասերները այստեղ էին, բռնում էին, հեռացնում էին ուսանողներին, պատմության ֆակուլտետից, բանասիրական ֆակուլտետից, որոնք ստեղծում էին, ասենք, մաշնոցական կլուբներ, հայրենասիրական ջիղը ուզում էին զարթնացնել, բռնում էին հենց այդ տեղում, և համասարանը այս կաթսան էր, որտեղ միասին էփվում էին հայրենասերներն ու հայրենադավերը և երբ եկավ հրամանը արևմուտքի քամիներից, որ պետքա քանդվի Սովետ միությունը, հայրենադավերին, որոնք որ համապատասխան արտոնություններ պիտի տրվեր, նրանք անցան իշխանության գլուխ, իսկ հայրենասերները, թող հայրենասերները իրենք խոսեն, ես նրանց մասին չեմ խոսելու, ես հայրենադավերի մասին եմ խոսում, որ իշխանության հաջորդ փուլը հայտնվեց հայրենադավներին, և մեկը մյուսի հետևից դուրս եկան հայրենադավերը, ես էսի ոնց եմ իմանում, հիմա պետք է ասեք, տեսել եմ եղել այդ բաների մեջ, իհարկե եղել եմ, շատերը կարծում են, թե ես երկնքից իջա, դուք հիշում եք Միրոյան Ռուբիկին, որը սպանվեց 1999 թվականին
Կարեն Դեմիրճյանի հետ միասին են 8-9 հոգով, որ սպանվեցին հոկտեմբերի 27-ին։ Միրոյան Ռուբիկը պետական համալսարան էր ավարտել։ Պետական համալսարան էր ավարտել, իրավաբանական էր, եկել էր հասարակական գործաներով, որ հետո ռայկոմի քարտուղար դառնա եւ այլն եւ այլն։ Մենք քաղկոմում միասին գործեր էինք անում։ Ես ուսանող էի պոլիտեխնիկից, ինքը քաղկոմի օպերատիվ շտաբի կոմիսարն էր։ Գալյան Նորիկն էլ շտաբի պետը։ Դե դուք ջահել եք, ես ինչ որ պատմում եմ, հիմա որ պատմում եմ 61 թվականի պատմությունն է, 62։ Այդ ժամանակ այսօրվա հանրապետության կառավարությունը, նախարարները Նիկոյան, Գևորգյան, Մևորկյան, Աբրահամյան, Հովիկյան պլեչիկով շալվար էին հագնում այդ ժամանակ, երբ որ այդպիսի իրադարձություններ էին տա։ Ծնված են 58 թվին, 59 թվին, այդ քանի տարեկան էին դրանք։ Ճիշտ է, ճիշտ է։ Այդ ժամանակ ես Միրոյան Ռուբիկին ասեցի. ինչու համար այս հասարակական գործին չեն մասնակցում համասարանի արևելյան լեզուների ֆակուլտետի, ֆիզիկաների եւ այլն, բայց հիմնականը այս ֆակուլտետն է շատ կարևոր։ Արևելագիտության ֆակուլտետը շատ կարևոր ֆակուլտետ է։ Մնացած մենք հատուկ հետախուզական դպրոցներ չունեինք, այդտեղ էր դարբնոցը։ Պատկերացնում եք, նույնիսկ Հայաստանից պահանջ չկար ռոմանական, անգլիական լեզուների համար հետախույզներ պատրաստել։ Չկար այդպես, որովհետև սևը դե գործ չունի։ Մեր արաբական աշխարհն է, Աղվանստան այս մասերը, դրա համար արևելագիտականը ուժեղացված էր համասարանում։ Ոչ թե նրա համար, որ բացեն հայ իրանական հարաբերությունները գտնեն մեր կապերը արիացիները ովքեր են, Ուրարտան ովքեր են, այդ դրա համար չէր։ Երկրի այդ տարածքաշրջանի լեզուն սովորես, բայց ոչ մշակութային կապերը ինքնությունդ հաստատես գնաս։ Դրա համար հայ պարսկական հարաբերությունների ամբողջ բանը կախված մնաց պարսկական կողմից եկող հայագետ գիտնականներով։ Հայաստանը ինքը չունեցավ, որ այս կողմից ինքը դուրս գա, այսինքն հանդիպի պարսկական աղբյուրների հետ, քննի Հայաստանի, Պարսկաստանի հին ու նոր դեպքերը, գտնի վերջո ավարայրի ճակատամարտ եղելա թե չի եղել, չէ, այդպես բան չկար, գտնելու կարիք չկա, ասվածա վերջացածա, գնա Պարսկաստանի փաստաթղթերը նայես ավարայրի ճակատամարտ եղելա, ընդ ասում են դες բան չի եղել, դες սուս մնացեք, ձեն մի անեք, որովհետև ստի վրա սարքել է ամեն ինչը, պետք է ենթարկվես ստի թակավորությանը։ Ուրեմն ասում եմ, արևելագիտականը այս գործերով էր զբաղված։ Ես բացարձակ ճշմարտություն եմ ասում։ Չասեք, մենք ավարտեցինք, դասախոս դարձանք, թուրքական ֆակուլտետը 2 տարին մի անգամ 3 տեղ էր բացում, Արևմտյան Հայաստանի թուրք երեխեքի, թուրքերեն իմացող այդ մեն։ Այդ չի։ Երկուսն իրար հետ խառնված էին։ Նրանք, որոնք հաշվառման մեջ էին որպես հետախույզներ, նրանք հետո պիտի իմանաս, որ դրա մեջ են։ Նա ձեր հետ սովորում են։ Դրա համար որ դուս կգա, բայց ես այդպեսի բան չեմ նկատել այնտեղ։ Ես այդպես բաներ ասի, եկա ասես լավ, քո ճիշտը դու ես, քո ասածն է։ Արևելագիտական ֆակուլտետը զբաղված չէր Սովետ միության միջին արևելք արաբական աշխարհի համար գործակալներ սարքելով։ Դե դու քո ասածն է ճիշտ։ Այլ զբաղված էր, որպեսզի Հայաստանում ինչ անեն։ Պատասխան չես տան։ Էս էր դրությունը։ Ինչ որ այ անցավ գնաց, համասարանը մնում է, միևնույնն է, իներցիականություն ունի, հայրենասիրությունը, հայրենադավությունը։ Եթե մի անգամ կտրում է, ոչ առաջանում է։ Համասարանը շատ վտանգավոր էր, որովհետև ֆակուլտետներ ունի, որտեղ խմորումներ են կատարում, ինքնա հաստատում, ինքնա ճանաչում, վերջո մշակույթը համասարանից է ծնվում, ուրիշ ոչ մի տեղ չէր ծնվում մշակույթը, աբստրակտ ինքնաճանաչման բան, համասարանը, եւ Միրոյան Ռուբիկը ինձ ասաց, որ այս ձևի է դրվածքը։ KGB-ն հսկում է համասարանին եւ ուսանողները
KGB-ի մեջ են, ինֆորմացիա 62-3 թվերին, և հետո պետք է անցնի 30 տարի, սկսենք իրար հետևից ասել, ահա թե ինչու համար հրապարակը լցվեց հանկարծ համալսարանի ուսանողներով, երբ որ սկսվեց բնապահպանական շարժումը վերածվել բանի, Ղարաբաղյան շարժման, ահա թե ինչու ու դասախոսները պիտի ասեին դասեր ընդհատեք, գնացեք հրապարակ, հետո ինչու է դասախոսները Վազգեն Մանուկյան, Արաքսյան մնացածները պիտի կառավարության մեջ անցնեին, ահա թե ինչու այդ հարցերը հետո պիտի առաջանան, բայց այդ թվերին արդեն Միրոյան Ռուբիկը ինձ ասեց որպես ավագ ընկեր, որ այսպես է դրվածքը, համալսարանը KGB-ի օբյեկտ է, և այնտեղ ամեն ինչ փակ է, և իրանք նայում են այնտեղ աշկերը չռած, ով ինչ է, որտև ես ինչի չեն գալի հասարակական աշխատանքների դրանք, գիտություն, հիմա դուք կարող եք այդ բոլորը ձեր տարիքից կախված հետագայում մանր ուսումնասիրել, նայել, համալսարանը ումը հաշվետու, ինչ դոսիեներ ունի, ինչի համար հանկարծ Հայաստանի Հանրապետության 3-րդ 92 թվից KGB-ում, ներքին գործերում, ռազմականում նստած Սերժ Սարգսյանը, որը բոլոր նախագահների կողքով գնում էր որպես պետական անվտանգության բան, ոչ մի անգամ պատասխանատվություն չկրելով ջարդերի, սպանությունների համար, հասավ Հայաստանի նախագահ, հետո հանկարծ գնաց Հայաստանի պետական համալսարանի խորհրդի նախագահ նստեց, պատմեցինք էլի պատմեմ, որ դրա անհրաժեշտությունը ինչքան կարևոր է, բայց ժողովուրդը անտեղյակ է, բայց իշխանության վերարտադրում է գնում, բայց Հայաստանի Հանրապետության նախագահը տնտեսություն վարել չգիտի, հրաշալի այսենց ինտրիգներ կարող է անի, ինքը որպես պետական այր, որը կարող է գիշերով խալիֆություն անի, բայց բանից պարզվեց, որ այս էտապում, որ մենք անցնում ենք, գիշերով խալիֆությունը չի անցնում, երբ որ մոլիբդենը հոսում է, Հայաստանը աղքատանում է, արտագաղթը և խալիֆը անճարակ է, այս դեպքում այս տեսակի քաղաքականությունը պետք է մի պահ սառեցվի, գոնե այսպես մեղմ ասենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չնեղանա, որ իրան ասում են անճարակ և այլն, այսինքն իրադրությունը այնպիսին է, որ այսօր Հայաստանի Հանրապետության նախագահը բանասեր չի կարող լինել, այս իմ առաջի գիտությունն է, ով պետք է լինի, բանասեր չի պիտի, ասում ես ընես մարդ պիտի լինի, այրունաբան պիտի լինի, այրուն սրստի օրգանիզմին, դուք պատկերացնում եք մեռնող օրգանիզմին, որ սնունդ է պետք, հանկարծ բժիշկի փոխարեն տերտեր գա, ասի ես նրան նարեկ կարդալով կբուժե, այս ծավը տանեմ ասում ես, նարեկ կարդալով ժանտախտը ոնց կբուժես ախր, մեզի լոլո մի կարդա, սրան դեղորայք է պետք և բժիշկ է պետք, հիմա այսօրվա հանրապետության նախագահը 5 տարվա մեջ ցույց տվեց, որ ինքը այդ մասնագետը չի, որը կարողանում է ժողովրդական տնտեսությունը վերականգնել ռեսուրսների հաշվին, այդ չի, բայց ինքը ինտրիգաբան է, կարող է օրինակ համալսարանը վերցնել գլխով բռնել ու հայոց պատմության բան անել, հրատարակել ու ապահովել ընտրություններում լռեցնելու քաղաքականություն վախեցնելու գրականության պատմական գրքի միջոցով, այ քեզ տեխնոլոգիա, ում մտով կանցնել, Արամ Սիմոնյանը ձեն չի անի, պատմությունը ձեն չի անի, Ռուդիկ Մարտիրոսյանը ռադիկ, քանի որ ակադեմիայի նախագահն է և ենթական է պետական համալսարանում նախագահին, խորհրդի, սա էլ ձեն չի անի, սահմանադրական դատարանի նախագահը, որը ենթական է, սա էլ ձեն չի անի, ձեն հանող չկա, տեսեք 72 հոգու հավաքել է, բռնել է մի ձեռով, մի մագիլներով բռնել է, որտեղ է բռնել, ոչ ոք չի տեսել էդի, բռնել է
Համասարանի պետական համասարանի խորհրդում բռնած է այսի։ Ոչ ոք չգիտի, որ ճանկերը այդտեղ բռնել են։ Դրա համար Գագիկ Հարությունյանը սահմանադրական դատարանի դեմքը տեսնում ես փախածա, չկա։ Ինքը չի կարում հասկացնի, որ մագիլը մեջքիս մեջ խրած է այդտեղից։ Դուք էլ չեք տեսնում, սա սիրուն սարկած է։ Նրա տառապանքը ոչ ոք չի հասկանում։ Դադախազի տառապանքը հասկանում է որևէ մեկը Աղվան Հովսեփյանի։ Չի հասկանում, որտեղ մի հատ է մագիլ նրա մեջքի մեջ է խրե, խալիֆը։ Ում մեջքի մեջ չկա հազարա մագիլ այս խալիֆի ճանկը։ Այդպես մարդ չկա։ Չկա այդպես մարդ։ Եվ դուրս է գալի լինելով բացարձակ մագիլա խրության գործով մասնագետ, իրան ասում ես հիմա ասում ես լսի շատ լավ է էդի միանձնյա կառավարման համակարգը։ Երբ որ ամեն ինչ կարգին է, երբ որ պետքա ամեն ինչ սեթափ արած, կարգադրված է, հիմա պետքա ռիթմիկ աշխատանք, որպեսզի սահմանադրական դատարանի նախագահը հանկարծ պետության նկատմամբ ոտնձգություններ չանի արտաքին թշնամու հետ, մագիլը դրա մեջքին պետք է պետական համասարանի խորհրդում շրեղկ պետք է էդի, նրան էլ է պետք շրեղկ, բայց այս սիստեմը, որ սարքել ես խալիֆ եղբայր, այս սիստեմը այն ժամանակ, երբ որ այրունը հոսում է երակներում, նյութափոխանակություն է կատարվում, մարդը ապրում է, երկիրը ապրում է, պետականությունը շնչում է, մահացած օրգաններ չկան, այս մագիլային տեսությունը հրաշալի է։ Երբ գնա մի 10 տարի հանգստացի, թող հլ մի հատ այդ օրգանիզմի մագիլներից ազատեն, այրունը հավաքվի Հայաստանը, պարտքերը տա, բանկ ամեն ինչը սկսի ինքը արտադրել էքսպորտ արտադրի, ինքը իրան ինքնաբավը լի, այդ չես կարում, որտեղ մագիլները խանգարում է։ Լավ է, բռնել ես, էնել ինչ ձև ես բռնել, բայց հասկացի էլի, այսօր գործարար մարդ է պետք, որը գործարան է կարում աշխատացնի, մագիլ չունի, ժպտում է, ասում են մի մայդ փող տուր 10 մայդ է տալիս։ Այդ մարդը այս պահին պետք է, որպեսզի սնուցի մինչև օրգանիզմը առողջանա, հետո գքաս էլի, կտենաս այդ առողջացած օրգանիզմը ափեղ զեփեղ բաներ չի անում, թե սրա քիթը ջարդեմ, Վրաստանի մուխը մարեմ, էսի անեմ, իրան լավ է պահ, չէ, վտանգ կա, չկա այդ ժամանակ, նյում, պետական համասարանի խորհրդի մեջ ես։ Կամ պիտի համագործակցես այդ տնտեսությունը վարող մեկի հետ։ Ասենց չի ստացվում։ Ոնց հասկացնենք քեզ։ Ուզում ես, չի լում էլի։ Մարդ ուզում է երկի ձեն չունի, հիմա ինչ անես։ Ասես չէ բդի երկես, մարդը պարել չգիտի, պետք է ասես պարես, կառավարել չգիտեք, հասկանալի է, տնտեսություն։ Տնտեսություն կառավարելը ուրիշ բան է, այդ նշանակում է պարտքերի մեջ չթաղվել, եղած ռեսուրսներով մաքսիմում եկամուտ ստանալ, բարգավաճել առաջ էկոնոմիկայի մեջ, միակ փրկությունն էս է, ոչ Սասունցի Դավիթի էպոսը պետք իմանալ դրա համար, կամ ընկնել դրա հետևից, ոչ հոգևորական հեքիաթներ, ոչ ավարայրի ճակատամարտ, ոչ էս, ոչ են, ոչ մի բան պետք չի, համասարանի գլուխը բաց թողեք, այդ խորհուրդը որ բռնել եք, համասարանը թող գնա, վստահելի երիտասարդությունը, այնտեղ հակապետական բաներ չեն առաջանա, եւ պետք չի ինչ որ մի պատմության ձեռնարկ, որպեսի մարտի 1-յան դեպքերը չկրկնվեն այս նախագահական գալիք ընտրություններից հետո, այդ դրանք դարձնես պատմության ձեռնարկ։ Ժողովուրդը այնքան գիտակից է, եթե իրան նախքին KGB-ի
օտար երկրա գործակալներ չմտնեն ու բորբոքեն, ինքը չի գնա դրան։ 2008 թվից չպիտի վախենան։ Ժողովուրդը գնաց կազմակերպիչների շնորհիվ ինքն իրան չելավ։ Այդ գիտեք, չէ։ Եվ պետք չի միամիտ խաղալ դրանում։ Կազմակերպիչներ կային։ Կազմակերպիչները հիմա նստած են ձեր հետ իրար հետ, կանչում ես կաբինետ, խալիֆ եղբայր, ասում ես գնա Օսկանյանի դեմ ելույթ ունեցի։ Եվ այս Ան Ողնաշարը, որը հավակնում է անվտանգության խորհրդի նախագահ դառնալուն, դուրս է գալի խոսում է մի բան, որից պատկերացում չունի։ Ժողովուրդը տեսնում է, չէ, ինչ է կատարվում։ Այս ձևերը չի կարելի անցկացնել արդեն, որտեղ չես փախչի։ Արդեն որ ավել եկավ, նրան էլ ձեզ էլ կանհանգստացնի, ավլող ավելը։ Ցախավել անես պետորից չի։ Դրա համար այս պրյոմները, որ ցուցադրում եմ այս երկու հաղորդման ժամանակ եւ մենք կանգնեցինք, եթե չեմ սխալվում, նախորդ ՊՀԿ-ի, ԵՊՀ-ի, ԵՊՀ, ԿՊՀ, ԵՊՀ պետական համալսարանի խորհրդի նախագահի անունը տվեցինք, հետո գնացինք, տեսանք, որ Սահմանադրական դատարանի նախագահն է, Ռադիկ Մարտիրոսյանն է, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Դավթյանն է, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, Հովհաննեսյանն է, որ ասեց ես երևում է Վահան Հովհաննեսյանի ձևն է, ոնց որ գրած է ՀՀ ազգային ժողովի падգամավոր, թող ինքը հայտարարի, որ ես չեմ, այլ Վալոդն է կամ Վաղարշակը, թող ինքը իմանա, որտեղ ձայնը այս մարդու չենք իմանով։ Գ Կոստանյան, տեսեք ինչ անունն էլ չի գրած, գիտեք, սա Գ Կոստանյան։ ՀՀ նախագահի օգնական, Դանիլյան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդեն եկան տղեկը, Օսիկյան, ՀՀ կառավարության առընթեր, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, Ախր 72 հոգուց հավաքված մի նոր կառավարություն, որ իր մեջ ներառնում է բոլոր տեսակի իշխանությունները։ Տեսեք ինչ աջաբսանդալ է այդ 72 հոգիանոց Երևանի պետական համալսարանի խորհուրդը։ Ս. Հարությունյան, գոնե պաշտոնով հարգելի հայրենակիցներ, դուք պիտի ճանաչեք, Ս. Հարությունյան, Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, Քարամյան Ա. Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Ա. Անանյան, ՀՀ վարչապետի օգնական, Հ. Մուսայելյան, Սինոպսիս Հայաստան Փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, Աստված գիտի ինչ վստահելի անձնավորություն է, դա պիտի իմանա այս խորհրդի, լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամները, նա հիմնադրի կողմից էր առաջադրված, սա լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամները, ոչ ոք խաբար չի, Ա. Մելքոնյան, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն համաձայնությամբ։ Մելքոնյանի վերաբերյալ որոշ բաներ կային, բայց այս մարդը դու մի ասա խորհրդի մեջ է, որ կարծեք թե համարցակ պայքարում է ամերիկյան համալսարաններին ծվարած հայ ժողովրդի պատմության եւ նրա նկատմամբ ոտնձգություն անող գիտնականների դեմ ամբիոնների, ոնց որ այս Մելքոնյան, Աշոտ Մելքոնյանը պետք է լինի սա, բայց գրա գիտության ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, դա է ուրեմն, Ա. Զաքարյան, ՀՀ ազգային ժողովի падգամավոր, համաձայնությամբ,
Հովսեփյան, Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Կ. Հարությունյան, կրթության և գիտության նախարարի տեղակալ, Առաքելյան Ս. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն, Իջևանը գիտեք չէ որտեղ է, Տավուշի կողմերը, Դիլիջան, Իջևան, մասնաճյուղ կա համալսարան, եթե չեմ սխալվում, թե 1,500 ուսանող պիտի սովորի Իջևանում, թող սովորի, ինչ ասենք, չասենք մի սովորի Իջևան, Քյավառում էլ պիտի ակադեմիայի ֆիլիալ պիտի լի, ասենք աստղաբաշխական համալսարան գիտական, թե սպաներ պիտի լինի։ Իջևանում պետական համալսարանը բանա բաց է, մասնաճյուղ։ Մեր ժամանակ խավար տարիներին Հայաստանի 60, 70, 80 թվերին մինչև եկան այս լուսավորյալները, որ անջատեցին լույսը, ասին աշկերտս ծագում է, մենք այնքան լուսավորյալ ենք, որ այս էլեկտրականություն լույս չլի, մենք տեղով լույսի աղբյուր ենք ու մութ ու ցուրտ տարիներ բերեցին այս լուսավորյալները։ Մեր ժամանակները, մեր խավար տարիներին մենք սարքում էինք գործարանների ֆիլիալներ, մասնաճյուղեր։ Երևանում կա գլխավորը, Ղափան, Կիրովական, այն ժամանակ Վանաձոր, Գյումրի Լեննական, Կամո Քյավառ, որտեղ բնակչություն կա, աշխատատեղ է պետք չէ, ասենք ավելորդ ուժ, այդտե գործարանի մասնաճյուղեր ենք բացում այն ժամանակ։ Խավար սովետական ժամանակները, հետո եկան լուսավորյալ շրջանները, հիմա համալսարանն է գնացել դե մասնաճյուղ բացել։ Ջիվանի են խելքի աշեցեք ասма։ Եթե համալսարանը բացել է, բժշկական է չի բացել, այն էլ բացած կլի։ Բայց պոլիտեխնիկականը չունի մանկավարժականը։ Ասма ձուն գա գլխներիդ, հա, խալիֆատներ։ Ուրեմն այս Իջևանի մասնաճյուղի տնօրենը, Իջևանի 1500 ուսանողներով բարձրագույն ուսումնական հաստատություններ են ստանում այնտեղ, բան, կրթություն են ստանում, 13000 ստանում են համալսարանում, ճարտարապետական կամ նախկին պոլիտեխնիկում ինչքան են ստանում, եթե ինչքան մարդ է սովորում, դե թիվը հայտնի չի, որտեղ պոլիտեխնիկն մեծ է, երևի 10-20 000 դրանք են, չենք իմանում, բայց ես էլ բանի ձեռի տակ է, ընդել խորուրդ կա, այն Նիկոյան Աշոտը ինչա, տեղակալը Սերժի կուսակցության գծով է, թե խորհրդարանում Հովիկի տեղակալներ փոխում էին տեղերը, ես էլ ընդեի խորհուրդն է բռնե, որ հանգած չթպրտան, արդեն ձեռների տակ ունեն, մի 30,000 ուսանող, ես երկուսը բռնել են, պատկերացրեք, ընտրաձայն, կոպիտ ասած։ Շեկյան, Երևանի պետական համալսարանի արտասահմանյան ուսանողների նախապատրաստական ֆակուլտետի դեկան, ինչ բան է, Երևանի պետական համալսարանի արտասահմանյան ուսանողների նախապատրաստական ֆակուլտետի դեկան, արտասահման մեկնողների համար է, թե արտասահմանից եկողների համար է, բայց դա նախապատրաստական ֆակուլտետ կա, որ գան այդտե սովորեն, իգտե դեկանն է դրա։ Հայրապետյան Դ. Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական, ռեկտորը խորհրդում չի, լավ նայեք, բայց ռեկտորի օգնականը խորհրդում է։ Սուքասյան, Հայաստանի Հանրապետության գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն
եւ հետ բուհական մասնագիտության կրթության վարչության պետ։ Մ. Հակոբյան, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում, հասարակական կազմակերպության նախագահի խորհրդական։ Հուսով եք, որ այս բոլորը, օրինակ այս խորհրդականը, աշխատավարձ չեն ստանում, այլ հասարակական կազմակերպության մեջ հասարակական գործ են անում։ Եթե անգամ սրանք էլ սկսեն աշխատավարձ ստանալ, մուխը մարվավ աստորեն։ Շուքուրյան, Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գիտական ղեկավար, Շամարյան, Երևանի պետական համալսարանի ուսումնական վարչության պետ, հետո գալիս է պետական համալսարանի ուսումնագիտությունների ազգային ակադեմիայի հայոց, ես մի հատ ձուկ է երևաց մեծ։ Ես Դեմոյան էր մետ, Հայկ Դեմոյանն է գրածա Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն համաձայնությամբ։ Ես այն Դեմոյանն է, որը դոկտորական էր պաշտպանել ռուսերեն լեզվով, աղմուկ է լավ տեղ, ախր Հայաստան պետական իրավունք, մենք հայերեն լսողնովը, ռուսերեն վերջացավ Դեմոյանը, բայց ստեղ մի հատ նրբություն, դե ինչքան չլի նկատվում է, էլի։ Այս ինֆորմացիան, որը որ ես կարդում եմ, համալսարանի Հայաստանի Հանրապետության պետական համալսարանի ինֆորմացիան է, որը ինձ տրամադրվել է։ Ես ուզել եմ տրամադրել եմ, կարդում եմ, ըզնից չեմ կարդում։ Ուրեմն պատկերացրեք իմ կապերը, համալսարան եղած չեղածը կարդում, խորհուրդնով անդամներով են եւ շատ լավ։ Հիմա բայց տեսնում եմ այս ինֆորմացիան, որը ինձ տված է, հին, ուրեմն դուք ինձ հին ինֆորմացիա եք տվել, ինֆորմացիա տրամադրողներ, պետք է ասեք, վերջինն եք տվել, դրանից են կողմ չկա ուրիշ ինֆորմացիա։ Ուրեմն ասում եմ ինֆորմացիան էլ է հնոտի, բողոքում եմ եւ այլ։ Պետք է ասեն ինչից իմացաք, որ հնոտի է, ամենաժամանակակիցն ենք տվել դրությունը։ Ասում եմ ընկեր, ստե գրած է Դեմոյան։ Տեսակ, սա Հայկ Դեմոյանն է, որովհետև գրած է դիմացը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն։ Ասում եմ բա ուր այ թանգարան ինստիտուտ գծիկով արտահայտությունը, չէ որ նա ինստիտուտ է արդեն, այսինքն ինչի է թաքցված է թանգարանը ինստիտուտից առանձնացվել է, ամենավերջինն է, ինստիտուտը փակվել է, թանգարանն է մնացել։ Ոչ, թանգարանը դարձավ ինստիտուտ, միայն այն բանի համար, որպեսզի ստատուսի մեջ եւ բանկային հաշվում գրվի ինստիտուտ է, գիտահետազոտական է սա, ոչ թե թանգարանը եւ բյուջեի վրա է նստած։ Եթե բյուջեի վրա է նստած, պարզավոր նստած է գիտությունների ազգային ակադեմիայի հայոց ցեղասպանության թանգարանին մատակարարող բյուջեի վրա ակադեմիայից։ Ինստիտուտը բա ինչա։ Ուրեմն արտասահմանյան կապերի շնորհիվ գեղծարարների այս ստատուսը դարձավ գծիկ թանգարան, գծիկ ինստիտուտ, որպեսզի նրանք կարողանան արտասահմանից դրամաշնորհներ ֆինանսավորեն Դեմոյանին հակահայկական գործողությունների համար եւ պլատֆորմ բացել, որպեսզի ամերիկյան համալսարանների կեղծարարները Քաու Մաու եւ այլն գան Հայաստանի գիտությունների ակադեմիայում եւ նստեն վայրեջք կատարեն, փողերը պետք է այս հաշվի վրա գար, թանգարան ինստիտուտ, փոխանցումը դրսից արգելված չի, եթե ինստիտուտ է։ Նա իրավունք չունի ուրիշ տեղից փողեր ստանա, նա պիտի ֆինանսավորվի բանից, պետության գրպանից, բյուջեից, բայց երբ որ ինստիտուտ դառավ, հաշիվը դառնում է արդեն գիտահետազոտական,
տեսեք ինչ իրավական մանևրներ են առաջացրել Դեմոյանի ինստիտուտի վերաբերյալ, այստեղ գրած է ցեղասպանության թանգարան։ Ցեղասպանության թանգարան հասկացանք։ Ինստիտուտը որն է։ Գիտահետազոտական աշխատանքներ դրան դրսից գա եւ Դեմոյանը ռուսերեն գրի, քանի որ ինստիտուտ է։ Դոկտորական ու աստիճանը բարձրացնի։ Այնինչ ինքը իրավունք չունի այդտեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու։ Դա ինստիտուտ չի, թանգարան է։ Բայց քանի որ փողը բերում են, այդ փողով կերակրվում են ակադեմիան, խեղճ Ռադիկ Մարտիրոսյան, քեզ էլ պետք է ասենք, ոչինչ պետք է դիմանաս, ինչ անես, ինստիտուտ թանգարանը քո տրամադրության տակ է։ Պատկերացրա, ինչքան փոքրացաք դուք աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտի դիրեկտորը ելնելուց հիմա դարել եք ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության ակադեմիայի նախագահը, բայց փոքրացել եք արդեն, փոխանակ մեծանայիք։ Այսինքն ոսնյակը շուռ է տվել, ակադեմիային փոքրանում են, ինստիտուտի տնօրեն որ ելնում եք, մեծանում են։ Երբ որ գլխավոր ինժեներ էիք այն ժամանակ, մենք հանդիպել ենք, երևի չեք հիշում։ Լպուտյան, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի նախագահի առաջի տեղակալ, սա Սմբատ Լպուտյանն է։ Քանի որ ժամանակը վերջանում է, ես արդեն ասեցի, Սմբատ Լպուտյանին պատիվ տամ, որ ասեմ բրավո, մի հատ մարդներ, որը որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի նախագահի առաջի տեղակալ, համասանի խորհրդի անդամ։ Սմբատ Լպուտյանը ուսանող էր համասանի տնտեսագիտական, կիրառական տնտեսագիտություն կար, որտեղ սև շենքն էր 70-80 թվերի սկզբներին, տես մի բան։ Այդտեղ որոշ գործեր էինք անում, մարդիկ կային գնում գալիս ենք, մի օր ինձ առաջարկեցին, թե ուզեք մի հատ շախմատ խաղաք, մի հատ լավ խաղացող կա, ուսանող է Սմբատ Լպուտյան, ասեցի խաղամ, բերեցիք լաբորատորիա, եկավ, խաղաց, առաջին անգամ ես պարտվեցի ջաղջախիչ բանով, հաշվով, մի հատ խաղացինք, երկրորդը խաղացինք, վաու, ուսանող էր էդ, երրորդը մեկ էլ ասեց, գիտեք ինչ ձև էր հաղթում, ամբողջ քարերը տեղում են, ուտել, փոխանակել չկա, բայց մեկ էլ տեսնում ես պարտված ես, նայում ես տախտակին, ամեն ինչը բռնել է, ճիշտ է ես չէի համեմատի խալիֆի գործողությունների հետ, բայց շախմատային բանով զգում ես, որ մտածող մարդ է, հետագայում գրոսմաստեր է դառը, հիմա տեսեք ինչ է դառը, և հիշում եմ այդ դեպատը, թե որ ջաղջախիչ պարտության ենթարկեց, որից ես շատ ուրախացա իհարկե, որտեղ զգացի, որ կան խնդիրներ անելանալի, որից ես դուրս չեմ կարող գալ, հետագայում իհարկե դա ինձ օգնեց, որպես իմ հնարավորությունների սահմաններ մի քիչ նեղացնեմ։ Եկեք սանով ավարտենք, Սմբատ Լպուտյանը ինձ հիշողություններ պարգևեց, Առաքելյան կա, Լիլոյան կա, Իտար 10 լրատվական գործակալության Հայաստանյան գրասենյակի տնօրեն, Իտար 10-ի լրատվական գործակալությունը, խորհրդի մեջ, լրիվ բան է, ժողովրդավարական կառավարությունը ղեկավարում Արամ Սիմոնյանին և մնացած մանրապճեղ ֆակուլտետներին, որոնք որ ինչ ուզեն, ինչ պատվեր կան, հենց էլ կգրեն, ինչպես հայ ժողովրդի պատմությունը, Դումանյան, պետական դեկան, արդեն գալիս են Երևանի դեկանները, բանը և այլն, և կարճ ասած համակարգն ենք տեսնում այստեղ, Ավագյան, Մարտիրոսյան, Մելիքյան, դե գնա սրանով 72 կարիք չկա,
գլխավորները դուք տեսաք եւ գնա մենք հիմա պիտի մտածենք այս հաղորդումները երևի կշարունակվեն ես կսպասեմ ձեր արձագանքներին դուք էլ ինձ մի բան ասեք թե ինչպես մտածենք ինչպես գնանք տեսնում եք վիճակը իս ձևի է միգուցե 1/3 ճանապարհ կա փոխհամաձայնության տեսեք կոչ արեցի որ Սերժ Սարգսյանը չի կարող պետություն ղեկավարել որովհետև պետության գլխավոր խնդիրն է կերակրել ժողովրդին կերակրել պահել խնամել հայրը երեխային առաջին հերթին պիտի սնունդ հայթայթի հագցնի դպրոց ուղարկի հետո նոր դրանից հետո թող գումար խաղա սիրած պահի տոց չգիտես գնա գա առաջինը սա է ուրեմն պետության ղեկավարը ընտանիքի հոգսը պետության հոգսը պիտի սրա մեջ լինի առաջինը եթե հանկարծ նա ֆանտազիաներ ունի երազանքներ սիրո անսպար պաշար ասենք դրանք պետքա փակել սիրումա ապարել երգել այդ ընտանիքը չի կարող երեխաները սոված ուր ես երգում չի լի չնայած հիմա լավ էլ երգում են անընդհատ TV-ներով սերիալները բաները իր լավ կյանքեր են ցույց տալի մահեր բաներ բայց չի օգնում առաջինը երեխաների ձայնը կտրել որ ասեն սոված չենք դες կաստենաս հանգիստ քնած են պս վաղը հակնելիք ունեն դասերը արել են դպրոց են արել էսա պետության ղեկավարի դիրքը թե չէ այս վիճակը վիճակ չի ուրեմն մեր խնդիրն է գտնել են մարդուն կամ վերափոխել այս խալիֆաթին ասել ընկեր քնի զարթնի չգիտեմ ժամանակ ունես թե չէ վերափոխվի ասա ես այդ մարդը չեմ ես ինչ փողեր ունեմ ստացեք ես կերակրում եմ կտենան շարժումը դիճա բայց մի ամիսում էդի կարաս անես չես կարա ռոպեն մեկ էլ երկրից փախնում հեռանում ես այս կարճ ժամանակի ուրեմն վստահելիություն չի իսկ խափել թե հետո կանեմ կարծում եմ չի հաջողվի 5 տարի ինչքան կարաս խափես 5 խափեցիր 5 էլ խափեցիր երեխեքդ արդեն գողու խուլիգան են դառնում սա փախան այդպես չի լի կամ պիտի երեխեքիդ հանձնես մանկատուն ինքդ էլ էտաս չգիտեմ ինչ պիտի կամ եւ այլն այս առիթով խնդրում եմ խոսեք գրեք այս թեմաների շուրջը մի ճանապարհ գտեք ինչ անել սրա վերաբերյալ ստեսություն ձեզ մինչև նոր հանդիպում